Բարև ձեզ։ Հայաստանի խորհրդարանի ընտրությունը տեղի ունեցավ եւ դրանից հետո ավելի շատ հարցեր են հասարակության մոտ, քան պատասխաններ, թեպետ հայտնի է ընտրության նախնական արդյունքը։ Եվ ինչպես հայտնի է, այդ նախնական արդյունքը Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակի մասին է, այլ կերպ ասած իշխանության վերարտադրության ընդհուպ հնարավոր է նույնիսկ սահմանադրական մեծամասնությամբ։ Այս հարցը իհարկե դեռ բաց է եւ ավելի պարզ կլինի, եթե հասկանալի լինի արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ի վերջո հաղթահարում է Շեմը, թե մնում է խորհրդարանից դուրս։ Եթե մնում է խորհրդարանից դուրս, ապա քաղաքացիական պայմանագրի այսպես ասած հաղթանակը դառնում է նաև սահմանադրական մեծամասնությամբ հաղթանակ։ ԲՀԿ-ն ինչպես հայտնի է վիճարկում է եւ վերահաշվարկ է իրականացնում եւ վերահաշվարկի առնվազն նախնական պատկերն այն մասին է, որ կուսակցության ձայների մի զգալի մաս արտահայտված չէ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պատկերում, բայց այդուհանդերձ տեսնենք, թե վերջնարդյունքում ինչպես է վճռվելու ԲՀԿ անցնել չանցնելու հարցը եւ դրանից կախված է արդյոք Փաշինյանը կունենա սահմանադրական մեծամասնություն։ Իհարկե սա կարևոր դետալ է, որովհետեւ սահմանադրական մեծամասնություն ունենալը նշանակում է ունենալ հնարավորություն կայացնել որոշումներ, որոնք ընդհուպ վերաբերում են Հայաստանի սահմանադրական կարգին, եթե ձևակերպեմ համառոտ։ Իսկ այստեղ, ինչպես գիտենք, կան թե ներքին, թե արտաքին օրակարգի հիմնարար նշանակության հարցեր։ Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր քարոզարշավի ընթացքում այդ շանտաժային մոտեցումը, եթե ինքը չլինի իշխանության, ապա կլինի պատերազմ, նշաձող սահմանում էր հենց սահմանադրական մեծամասնությունը, ասելով, որ եթե ինքը չլինի իշխանության, սահմանադրական մեծամասնություն չունենա, ապա կլինի պատերազմ։ Հետևաբար հարց է առաջանում, ինչպես այն ժամանակ եւ այսօր առավել եւս, թե ինչի համար է Նիկոլ Փաշինյանին պետք հատկապես սահմանադրական մեծամասնությունը։ Ընդ որում այստեղ շատ հետաքրքիր էր մի հանգամանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներով, երբ հաշվարկված էր ձայների գրեթե 99%-ը եւ մնացել էին ընդամենը մի քանի տեղամասեր, Բարգավաճ Հայաստանը հաղթահարում էր անցողիկ Շեմը, իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը անգամ փոշիացող ձայներով չէր ստանում սահմանադրական մեծամասնություն։ Եվ ահա այդ վերջին մի քանի տեղամասը ամփոփելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց տվյալ, որի համաձայն ԲՀԿ-ին ընդամենը մի քանի տասնյակ ձայն չէր բավականացնում անցողիկ Շեմը հաղթահարելու համար։ Այլ կերպ ասած, Բարգավաճ Հայաստանը դուրս էր մնում, ինչի շնորհիվ քաղաքացիական պայմանագիրը ապահովում էր սահմանադրական մեծամասնություն։ Եվ այստեղ ակնհայտ է, որ կա շատ էական հանգամանք, շատ էական մի խաղադրույք այս սահմանադրական մեծամասնության վրա եւ վստահաբար այդ խաղադրույքը լոկ ներքին հարցերով պայմանավորված խաղադրույք չէ։ Եվ ընդհանրապես այս ընտրության թերևս ամենաինտրիգային պահը ընտրությունից հետո էր, երբ Հայաստանի իշխանությունը դեռևս ձայների հաշվարկի մեկնարկային փուլում հայտարարում է, որ տոնել է բացարձակ հաղթանակ։ Հայաստանի ընտրական process-ի պատմության մեջ այս 3 տասնամյակում եղել է թերևս ամեն ինչ, բայց երբեք չի եղել դեպք, երբ իշխանությունը ձայների հաշվարկի մեկնարկին արդեն հայտարարի հաղթանակի մասին։ Մինչդեռ իրականացված էր հաշվարկ մոտավորապես 20%-ի չափով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են եւ ստացել միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունք։ Ընդ որում շատ հետաքրքիր էր, որ հաղթանակի մասին հայտարարությունը հնչում էր մի ֆոնին, որտեղ քաղաքացիական պայմանագրի առաջատար գործիչների դեմքերն էին եւ որոնք որևէ կերպ աղերս չունեին հաղթանակի զգացողության հետ եւ հակառակը, նրանց դեմքին ավելի շուտ տագնապ եւ շփոթմունք էր, քան հաղթանակի նույնիսկ հոգնատանջ բերկրանք։ Հետևաբար սա ինքնին թողնում էր տպավորություն, որ Հայաստանի իշխանությունը շտապել է հայտարարել հաղթանակի մասին, ինչ որ շատ էական հանգամանքից դրդված։ Դժվարությամբ եմ կարծում, թե շտապել են հայտարարել, որովհետև հակառակ դեպքում պարզ կդառնար պարտությունը։ Վերջին հաշվով կարող էին չհայտարարել, բայց ներքին, այսպես ասած, խողովակներով զբաղվել իրավիճակը շրջելու խնդրով, եթե կար այդպիսի անհրաժեշտություն։
Ասում են, որ Փաշինյանը այդ հայտարարությամբ ցույցում տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ես մեղմ ասած չեմ կարծում, թե Փաշինյանը չուներ ոչ հանրային ցույցում տալու որևէ այլ հնարավորություն։ Հետևաբար այստեղ ավելի հակված եմ կարծել, որ վաղաժամ հայտարարությունը պայմանավորված էր շատ ավելի կոնկրետ մի հանգամանքով, որն այդքան էլ կապ չուներ հանկարծ հաղթանակը ձեռքից բաց թողնելու մտավախության հետ զուտ հրապարակային մակարդակում ընկալումների իմաստով։ Անշուշտ հետագայում այդ տևական դադարը, երբ ձայների հաշվարկը կարծես թե մի տևական ժամանակ դադարել էր, առավել խորացրեց հարցերը այն կապակցությամբ, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչպես է հայտարարվել հաղթանակի մասին, իսկ հետո արդեն հնարավոր է իրավիճակը համապատասխանեցվել այդ հաղթանակին։ Սրանք իհարկե առայժմ ենթադրությունների մակարդակի են, առնվազն հարցերի մակարդակի, որոնք բխում են իհարկե փաստական իրողություններից, այդ իրողություններն են, իրական պատկերն է առաջացնում հարցեր, բայց առայժմ այս ամենը, կրկնեմ, հարցերի ենթադրությունների մակարդակի է եւ թերևս առաջիկա օրերին ավելի պարզ կլինի, թե ինչ պատկերի հետ մենք գործ ունենք։ Դա կախված կլինի թերևս նաեւ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնեն ընդդիմադիր ուժերը ընտրության արդյունքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու մասով։ Վերադառնալով Փաշինյանի այդ վաղաժամ հաղթանակին, այստեղ շատ էական մյուս հանգամանքը այն է, որ Հայաստանին փաստացի Հայաստանի իշխանությանը հաղթելու կապակցությամբ փաստացի վաղաժամ շնորհավորանք ուղղում է Վրաստանի վարչապետ Կոբախիձեն։ Տպավորություն էր, որ Կոբախիձեն Թբիլիսիում նստած հետևում էր Նիկոլ Փաշինյանին եւ սպասում, որ պետք է Փաշինյանը վաղաժամ հայտարարի հաղթանակի մասին, որպիսի հետո անմիջապես հաղթանակի առիթով շնորհավորի Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի վարչապետը։ Համաձայնեք, սա իսկապես տարօրինակ է, եթե անգամ ինչ-որ բացատրություններ կարող ենք գտնել, որ Նիկոլ Փաշինյանը ներքին մղումներից կամ ներքին հանգամանքներից ելնելով վաղաժամ հայտարարեց հաղթանակի մասին, փութալով դուրս չթողնել իրավիճակը վերահսկողությունից, եթե ենթադրենք այդ տարբերակը, ապա Վրաստանի վարչապետի մինչև լուսաբաց, գոնե մինչև նախնական արդյունքի ամփոփում չսպասելը իսկապես տարօրինակ է։ Եվ Կոբախիձեի շնորհավորանքը թերևս հուշում է այն մասին, որ վաղաժամ հաղթանակի մասին հայտարարություն անելու այդ փութաջանությունը, որ դրսևորեց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար աննախադեպ օրինակով, պայմանավորված է գուցե մեղմ ասած Հայաստանից դուրս հանգամանքներով։ Իդեպ այս տեսանկյունից գուցե ոչ առերևույթ անմիջական կապակցվածության, բայց շատ էական մի հանգամանք է, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հերթական հանդիպումը պլանավորվել էր հունիսի 8-ին Ստամբուլում։ Ես կարծում եմ ամենևին պատահական չէ, որ այդ եռակողմ հանդիպումը պլանավորվել էր իրականացնել Հայաստանի խորհրդարանի ընտրության հաջորդ օրը, քվեարկության հաջորդ օրը։ Միևնույն ժամանակ նաև կարծում եմ, այստեղ ոչ դարձյալ անմիջական, բայց ընդհանուր միջավայրի տեսանկյունից շատ էական է մեկ այլ զարգացում։ Իրանը գիշերը հարվածեց Իսրայելին Լիբանանին թիրախավորելու պատճառով։ Իհարկե կարծես թե հիմա այդ լարվածությունը փորձում են հանդարտեցնել, բայց շատ հատկանշական էր նաև Իրանի այդ որոշումը։ Եվ այստեղ դարձյալ տպավորություն է, որ ռեգիոնալ մակարդակում, ռեգիոնալ շրջապտույտի տրամաբանությամբ տեղի են ունեցել ինչ-որ զարգացումներ, որոնք նաև կարող էին իրենց հետքը թողնել Փաշինյանի վարքագծի վրա։ Սա չեմ ասում Փաշինյանին արդարացնելու համար։ Որևէ պարագայում ոչ միայն տրամաբանական չէ, այլ կարծես թե նույնիսկ իրավաչափ չէ, երբ ձայների հաշվարկը չմեկնարկած, մեկը մարդը քաղաքական մասնակից ուժերից մեկը, այն էլ գործող իշխանություն հայտարարում է հաղթանակի մասին։ Բայց մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում ավելի լայն մասշտաբում, որpիսի նաև դրա հիման վրա հնարավոր լինի հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, ինչի հետ գործ ունեցանք եւ ինչի հետ ենք գործ ունենալու։ Այդ թվում նաև դա շատ կարևոր է հետագա որոշումները կայացնելու տեսանկյունից ընդդիմության ուժերի համար, հետեւաբար նաև այդ ամենի հանդեպ իր ավելի հաստատուն վերաբերմունքը ձևավորելու առումով հասարակության համար։
Մեծ հաշվով Հայաստանում իշխանության վերընտրությունը նշանակում է առկա քաղաքականության շարունակություն։ Այստեղ էական կարող է լինել սահմանադրական մեծամասնության հնարավորությամբ, թե ոչ։ Սա էական հանգամանք է եւ ամենևին պարզապես մխիթարական դետալ չէ, որ կարող է լինել, եթե իշխանությունը օրինակ վերարտադրվում է, բայց արդեն ոչ սահմանադրական մեծամասնությամբ։ Կրկնեմ, այստեղ շատ էական է, խորհրդարանում քաղաքացիական պայմանագիրը ունենալու է նաև սահմանադրական մակարդակի որոշումները միանձնյա լուծելու հնարավորություն, թե ոչ։ Եվ այստեղ բանը լոկ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի հայտնի պահանջը չէ։ Իդեպ Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն նույնիսկ պետական մակարդակով չեն թաքցնում, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը համարում են նաև իրենց քաղաքական հաջողությունը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ էլ չկա, իսկ ոչ պետական մակարդակով, թեպետ օրինակ Ադրբեջանի դեպքում ոչ պետական մակարդակ ըստ էության գոյություն չունի։ Նրանք Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը համարում են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի հերթական դրսևորում։ Այսպիսով, սահմանադրական մեծամասնության հանգամանքը լոկ, ուշագրավ եւ հատկանշական չէ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տեսանկյունից։ Այստեղ ես կարծում եմ շատ էական առնչություններ կան սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջև։ Այդ գործընթացը կարող է պարունակել որոշումներ Հայաստանի տարածքի վերաբերյալ, որոնք նույնպես պահանջեն որոշակի, այսպես ասենք, սահմանադրական մակարդակ։ Համենայն դեպս կարծում եմ այս հարցը պարզապես սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարց չէ, թեպետ ինքնին դա նույնպես չափազանց կարևոր է։ Եվ վերստին կրկնեմ, ինչու էր Նիկոլ Փաշինյանը հենց սահմանադրական մեծամասնությունը դարձնում այն նշաձողը, որով շանտաժում էր Հայաստանի հանրությանը նախընտրական շրջանում, եւ ինչու հենց վերջին մի քանի տեղամասի վրա հանկարծ պարզվեց, որ Բարգավաճ Հայաստանը մի քանի տասնյակ ձայնով չի անցնում շեմը եւ չի հայտնվում խորհրդարանում, այդպիսով բացելով դեպի սահմանադրական մեծամասնություն Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Իհարկե հարցերը չեն սահմանափակվում սրանով եւ անկասկած դեռ շատ ու շատ քննարկումներ ու շատ դիտարկումներ կլինեն առաջիկա օրերին։ Այսօր արդեն իհարկե ամենից շատ հնչող հարցերից մեկն էլ այն էր, թե արդյոք պետք է ընդդիմությունը վերցնի մանդատները, եթե իրավիճակը զարգանում է հենց պաշտոնական արդյունքի ընդունման տրամաբանությամբ։ Շատերը հայտարարում են, որ միթե այս ամբողջը, այս ամենը, այս պատմությունը, այս արշավը եւ այլն ընդամենը մանդատները վերցնելու եւ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու համար է։ Եվ բնական է, որ այստեղ հնարավոր չէ պատասխանել այո, նաեւ դրա համար էր կամ կարող է լինել դրա համար։ Բայց նաեւ հարց է առաջանում, իսկ միթե այս ամենը, այս ամբողջ արշավը, պատմությունը, պայքարը եւ այլն խորհրդարանում մանդատները չվերցնելու համար էր, ընդամենը մանդատ չվերցնելու եւ այդպիսով փաստորեն բարոյական հաղթանակ տոնելու համար։ Չէ որ ստացվում է, որ եթե մանդատներից հրաժարվում է ընդդիմությունը, ապա ընդամենը բարոյական հաղթանակ է տոնում, որովհետեւ այն փաստարկը, որ այդպիսով Փաշինյանը զրկվում է լեգիտիմությունից, մեղմ ասած հեռու է քաղաքական իրապաշտությունից։ Նիկոլ Փաշինյանին որպես այդպիսին մանդատը վերցնում են թե ոչ, բացարձակ չի հետաքրքրում լեգիտիմության փաստարկի կամ կառուցվածքի տեսանկյունից։ Նա իր լեգիտիմության կառուցվածքը քանդում է հենց իր իսկ ձեռքով։ Նիկոլ Փաշինյանը իր իսկ ձեռքով քանդում է այն լեգիտիմությունը, որ ուներ 2018-ից ի վեր, որովհետև այդ լեգիտիմությանը ինքը, այսպես ասենք, հրաժեշտ է տվել կամ դավաճանել է կամա թե ակամա շատ վաղուց։ Հետևաբար նա ինքն է քանդել այդ լեգիտիմության ճարտարապետությունը եւ հիմա իր համար ձևավորում է բոլորովին նոր կառուցվածքի, այսպես ասած, լեգիտիմություն։ Ըստ այդմ, այստեղ խնդիրը մանդատ վերցնել չվերցնելը չէ, այստեղ հարցն այն է վերցնելով թե չվերցնելով։ Ընդդիմությունը ինչպես է կարողանում խանգարել, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնի այն քաղաքականությունը, որը բնորոշել է իրական Հայաստան հայեցակարգ անվանումով, բայց որը իրականում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության թելադրանքի հայեցակարգն է։ Այստեղ է խնդիրը եւ այս խնդրի համատեքստում է պետք հասկանալ մանդատ վերցնել չվերցնելը ինչպես է լուծում կամ չի լուծում այս խնդիրը։ Եթե մանդատները չեն վերցնում եւ սրանով տոնում են բարոյական հաղթանակ,
Հետո ինչ են անում, այսինքն այս հարցի պատասխանն է ավելի կարևոր, որովհետև եթե ընդդիմությունը ունի երկարաժամկետ հարցերի պատասխաններ կամ մշակում է դրանք, զբաղվում է իրավիճակը այդ տրամաբանությամբ չափելով, ապա այստեղ ամենևին էական չի դառնում մանդատ վերցնել չվերցնելը, այդ հարցը տեղավորվում է ավելի երկարաժամկետ ռազմավարության մեջ։ Եվ ուրեմն, իհարկե այս ամենը չէր կարող լինել պարզապես վերջում մանդատ վերցնելու եւ Նիկոլ Փաշինյանի բացարձակ մեծամասնությամբ խորհրդարանում ընդդիմություն աշխատելու համար։ Բայց նաև այս ամենը չէր կարող լինել ի վերջո վերջում մանդատ ընդամենը չվերցնելու եւ բարոյական հաղթանակ տանելու համար։ Արդյոք ընդդիմադիր ուժերը կարողանալու են չվերցնելով մանդատ Հայաստանում ձևավորել զուգահեռ իրականություն, որը կենսունակ ու մրցունակ կլինի իշխանության ձևավորած, այսպես ասած, իրական Հայաստանի հետ։ Բոլոր առումներով։ Թե պարզապես ընդդիմությունը չվերցնելով մանդատը կարող է, այսպես ասենք, գետտոյանալ իր ընտրազանգվածի շրջանակով։ Սրանք էական հարցեր են եւ այս հարցերը պետք է դիտարկել էմոցիոնալ տիրույթներից եւ էմոցիոնալ ազդեցություններից դուրս, բարոյահոգեբանական մղումներից դուրս, հասկանալիորեն հետընտրական իրավիճակը սրում է այս հանգամանքները, բայց քաղաքական ուժերի գերխնդիրն է որոշումներ կայացնել այս հանգամանքների ազդեցությունից դուրս, որովհետև այդ որոշումները պետք է լինեն երկարաժամկետ եւ ռազմավարական բնույթի, այն պարզ պատճառով, որ Հայաստանը տևական ժամանակ գտնվում է ռազմավարական բնույթի մարտահրավերների ճնշման ներքո, այդ պարագայում մարտավարական տրամաբանությամբ որոշումներ կայացնելով ընդդիմությունը երբեք չի կարող լինել խորապես կենսունակ, որովհետև ընդհանուր առմամբ պարտությունները, անհաջողությունները, անարդյունավետությունը միանգամայն բնական բան են քաղաքական պրոցեսում, բայց դրանք դառնում են ճակատագրական պարբերականությամբ, եթե չեն ուղեկցվում ռազմավարական հայեցակարգով, եթե ընդդիմությունը գործում է մարտավարական տրամաբանությամբ, այլ ոչ թե ռազմավարական հաշվարկով։ Եվ ուրեմն նոր իրավիճակում մանդատները վերցնել-չվերցնելը չի կարող լինել առանցքային հարց։ Առանցքային հարցերը ընդդիմությունը պետք է չափազանց լրջորեն եւ սառնասրտորեն քննարկի իր խոհանոցում։ Ինչ որոշման կգան, սա այլ հարց է, բայց այստեղ կրկնեմ, առանցքային հարցերը բացարձակապես մանդատի մասին չեն, հետեւաբար բերել առանցքայինը մանդատի դաշտ եւ ձևավորել այդպիսով հասարակական ինչ-որ սպասումներ, սա կնշանակի պարզապես ընդդիմությանը հետընտրական շրջանում գցել յուրօրինակ մի ծուղակի մեջ։ Սա առաջացնելու է, կրկնեմ, որոշակի վակուում, որից օգտվողը լինելու է վարչապետ Փաշինյանը եւ կառավարող ուժը եւ կամ այն ուժերը, որոնք ամեն կերպ աջակցեցին կառավարող ուժին ընտրական այս process-ը իր համար ցանկալի արդյունքի բերելուն։ Եվ ուրեմն պետք է խուսափել բարոյական հաղթանակների տրամաբանությամբ չափումներից եւ ծուղակից եւ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ ավելի լայն մասշտաբով, քան պարզապես Հայաստանը։ Նույն ընդդիմության հետագա վարքագծի մասին խոսելիս պետք է հասկանալ, իսկ ընդդիմության ներսում ինչպիսին է փոխհարաբերությունների մեխանիկան, ինչպիսին են հարաբերությունները ընդդիմության առաջնորդների միջև, նրանց մերձակա միջև, նրանց ավելի ներքևում գտնվող համակիրների միջև, նաև հանրության վերաբերմունքը ինչպիսին է տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, նույնականությունը ինչ աստիճանի է եւ այլն, այսինքն այստեղ բազմաթիվ են գործոնները։ Հետեւաբար կրկնեմ, բերել հանգեցնել իրավիճակը կամ զգալիորեն էմոցիոնալ դիլեմայի, ես կարծում եմ կլինի բավականին ժամանակավրեպ եւ ոչ արդյունավետ։ Մինչդեռ հիմա հետընտրական այս փուլում չափազանց կարևոր է, որպեսզի հասարակությունն ու ընդդիմությունը չհիասթափվեն եւ չբաժանվեն միմյանցից եւ շարունակեն այն աշխատանքը, որը տալիս էր իր արդյունքը։ Ցավոք սրտի աշխատանք, որը մեկնարկեց զգալիորեն ուշացումով, բայց տալիս էր արդյունքը։ Հետեւաբար դուրս գալ այդ պարադիգմից ես կարծում եմ կլինի ընդհանուր ռազմավարական սխալ եւ կառավարող ուժը ձգտելու է ընդդիմությանը դուրս բերել այդ պարադիգմից։
Այս անգամ պետք չէ բաց թողնել ժամանակ, ինչպես դա տեղի ունեցավ 2021-ից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանի ընտրությունից հետո տևական ժամանակ պահեց քաղաքական զարգացումները էմոցիոնալ ազդեցության ներքո։ Սա ժամանակի զգալի կորուստ էր, որը թույլ տրվեց եւ որի հետևանքը զգացվեց նաեւ հետագայում։ Այս իմաստով, եթե օրինակ նույն լեգիտիմության մասին ենք խոսում, խորհրդանի մանդատ չվերցնելը ամենևին չի ապալեգիտիմացնելու Նիկոլ Փաշինյանին արտերկրում։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Եվրոպայի, Միացյալ Նահանգների, առավել եւս Թուրքիայի ու Ադրբեջանի եւ նույնիսկ Ռուսաստանի համար էական է ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե ոչ, ապա ես կարծում եմ դարձյալ այստեղ մենք հեռանում ենք քաղաքական իրապաշտությունից։ Նրանց համար էական է այն, ինչ խոստացել է Նիկոլ Փաշինյանը որպես կառավարող ուժ նախընտրական աջակցության դիմաց։ Նա աջակցություն ստացել է բոլորից եւ նույնիսկ եւ գուցե ավելի շատ Ռուսաստանից, որքան էլ առերևույթ կար տպավորություն կամ ստեղծում էին տպավորություն, թե Ռուսաստանը փորձում է մեծ ճնշում բանեցնել Փաշինյանի հանդեպ։ Գործնականում շատ հստակ էր, որ Ռուսաստանը Փաշինյանին էր տալիս ընդդիմության հանդեպ հակաքարոզչական մեծ ճնշում բանեցնելու հնարավորություն եւ նաեւ դա մեծ նպաստ է բերել Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի առավելագույն մոբիլիզացիայի հարցում։ Այնպես որ այստեղ խնդիրը իսկապես զգայական տիրույթից դուրս գալը եւ քաղաքական շրջանակում հնարավոր բոլոր շերտերը դիտարկելն է։ Սա քաղաքականության մեջ ամենաբարդն է, որովհետեւ միշտ դյուրին է մնալ զգայական տիրույթում եւ բավարարել դա սպառող հանրային որոշակի շրջանակների պահանջարկը, բայց այստեղ զգայական պահանջարկի վրա խաղի իմաստով չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է, եղել է եւ կա։ Հետեւաբար այստեղ նրա դեմ հնարավոր չէ հասնել հաջողության, առաջնորդվելով զգայական չափումներով կամ տրամաբանությամբ։